Շատ կարևորում եմ կաթնամթերքի օգտագործումը բոլոր տարիքային ֆազաներում։ Դա իհարկե ոսկրը ձևավորվում է, այսպես ասած, հրաշիվույս սկելետը ձևավորվում է 6-ից 8 շաբաթական հղիության ընթացքում սաղմի մոտ, իսկ հետո արդեն ոսկրացումն է գնում եւ ամենաակտիվ ժամանակը դա 0-ից 2 տարեկանն է, ինչը շատ կարևոր է զարգացման երեխայի զարգացման համար։ Իհարկե, հետո մինչև 10 տարեկան նույնպես ոսկրային զարգացում է գնում, բայց ավելի դանդաղ 10-ից 18 տարեկանում ավելի ակտիվ գնում է ոսկրային հյուսվածքի զարգացումը։ Այս ինչի համար եմ շեշտում, որովհետև կարևոր է, որ երեխաներին ուշադրություն դարձնենք երեխաների սննդամթերքի մեջ պարտադիր պետք է ներառվի կաթնամթերքը։ Հիմա ավելի շատ եմ տեսնում, որ դեռահասները սնվում են ածխաջրով, որը որ արագ սնունդ է եւ կաթնամթերքը ավելի պակասել է մեր սնունդից։ Այսպիսով հորդորում եմ ծնողներին, որ նախաճաշը պարտադիր երեխաները պիտի փորձենք անենք այդպես, որ երեխաները տանը նախաճաշեն եւ նախաճաշը պիտի լինի պարտադիր սպիտակուց, իսկ կաթնամթերքը ամենալավ սպիտակուցի պաշարն եմ համարում ես։